Այսօր Հայաստանում որ ոլորտները ներդրումների աջակցության կարիք ունեն։ Տենց ոլորտ կա, որ չունենա։ Բոլոր ոլորտներն էլ ունեն աջակցության կարիք, բոլոր։ Կրթությունը առանձնապես։ Կրթություն։ Ես արտասահմանցի հայ եմ, օգտվում եմ առողջապահության ինչ-որ բան կա, բայց լավ է։ Չեմ կարող փախտատել ուրիշ երկրներու հետ, բայց գտեսնեմ գարիկը Արցախահայ մեր հայրենակիցներու համար, մանավանդ երեխաներու, զոհվածներու երեխաները, որ ճանապարհին դժոխք անցան եւ իրենց մամաներու, քանի հայրեքները զոհվել են շատերուն, անոնց համար շատ կարեւոր է։ Շատ ոլորտներ կա, բայց որ մեկը կարան իրագործեն։ Շատ ոլորտներ կա, որն ասեմ։ Ամեն ոլորտ լիակատար կայացված չի կունենա, համարյա բոլոր ոլորտներում ինչ-որ չափով։ Լինի գիտություն, լինի սպորտ, լինի տնտեսություն։ Տարբեր բնագավառում միանշանակ չես կարող ասես, թե որը առավել, չնայած բոլորները, որ ուզում եք իմանալ, կարիք ունեն ինչ-որ բանի, դա անխոս տենց է, ուրիշ ձևի չի կարող լինել։ Բոլորն էլ ունեն կարիք։ Ճիշտ է, հիմա 65 տարեկանից բարձր են այդ հնարավորությունները տալիս, բայց իմ ցանկությունն է, որ երեխան ծնվան օրից մինչև վերջ նրա առողջական վիճակի համար բավարար լինի։ Հնարավորության չափ իհարկե։ Ես դա իմ ցանկանում։ Առաջի հերթին գյուղատնտեսությունը վերականգնել Հայաստանի ամբողջ Հայաստանը կպահում էր գյուղատնտեսություն։ Այսօր մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Դրա համար էլ ես օրինակ ժողովուրդ թանկություն։ Մեկ էլ որ ասեմ բոլոր ոլորտներում պետք է փոփոխություն եւ առողջապահությունում եւ բոլոր ոլորտներում եւ շուտով կլինի հույսով ենք։